Հանձնաժողովի նախագահի թեկնածուին խմբակցության գործընկերներից ուղղված հարցերում մտահոգություն կար, թե իշխանական թևի մոտեցումներով պայմանավորված ինքը ևս կարող է չընտրվել։ Հաշվի առնելով այն փաստը, որ իշխող մեծամասնությունը դեմ քվեարկեց հաշվի չառնելով թեկնածուների մասնագիտական կարողությունը, ինչ է կարծում, ձեր գրեթե 20 տարվա աշխատանքային փորձը եւ մասնագիտական գիտելիքները ինչու պետք է բավարար համարվի հանձնաժողովը ղեկավարելու համար։ Իմ 20 տարվա մասնագիտական աշխատանքային փորձը ինձ սովորեցրել է ոչ միայն փաստաթուղթը կարդալ, հասկանալ, այլև ճիշտ հարցեր տալ, լսել կարծիքներ, եթե անգամ նրանք ինձ դուր չեն գալիս, գտնել կոնսենսուսային որոշումներ։ Ինչը կարող է ձեզ խանգարել տվյալ պաշտոնում լիարժեք իրականացնել ձեր գործառույթները։ Առաջին հերթին կարող է խանգարել օրինակ հանձնաժողովի մյուս անդամների ոչ կառուցողական մոտեցումը։ Այսքանով հարց ու պատասխանը, որ երեկվանից էր սկսվել, ավարտվեց, պատգամավորները գրանցվեցին ելույթների համար, ենթադրելի էր, որ թիվը մեծ էր լինելու, բայց ստացվեց այնքան մեծ, որ խորհրդարանական դահլիճը մի պահ վերածվեց աճուրդի դահլիճի, երբ հնչեց այս բառը։ Երևույթը խորհրդարանական մշակույթի լեզվով բացատրեց Հայկ Կոնջորյանը։ Սա խորհրդարանական մշակույթի մեջ կոչվում է ֆիլիբաստեր, հարգելի գործընկերներ, եթե որևէ մեկը դեռ չի հասցրել իմանալ։ Ֆիլիբաստերը խորհրդարանական մշակույթում այն սկզբունքն է, երբ որ պատգամավորները փորձում են մաքսիմալ երկարացնել եւ ձգել որևէ հարցի քննարկում այս կամ այն քաղաքական նպատակադրումից ելնելով, դա խորհրդարանական մշակույթում ընդունված բան է։ Մինչ Կոնջորյանը բացատրում էր, Էդգար Ղազարյանը ֆիլիբաստերի մասին իր տեսությամբ մոտեցավ ամբոնին, սովորության համաձայն ողջունեց դահլիճի միայն աջ կեսին ու իր պատկերացումները ներկայացրեց, թե տեղի ունեցողը սաբոտաժ է իշխանական խմբակցության կողմից, որպեսզի տապալեն խորհրդարանի աշխատանքը, չներկայացնեն կառավարության ծրագիրը, որի ժամանակ ազգային ժողով պետք է գա վարչապետը։ Չեն ընտրում, ասում է չէ, չենք ուզում Նիկոլ Փաշինյանը գա ազգային ժողով։ Բերեք այնքան էս հարցերը քննարկենք, չենք ուզում իրան այստեղ տեսնենք, տենց է ստացվում։ Օրինակ ես անհամբեր եմ իր հետ իմ հանդիպմանը։ Թե դուք ինչի չեք ուզում այդ մարդը գասից չեմ հասկանում։ Ղազարյանը շարունակեց ավելի նուրբ քաղաքական սատիրայի ոճով, երբ սկսեց իր իսկ բնորոշմամբ սաբոտաժի մեջ նաև դրական տարեր փնտրել։ Իհարկե այդ պոզիցիայի մեջ որոշ դրական էլեմենտներ կարելի է նկատել, բայց շուտ է։ Դա մենք պիտի ի վերջո այնպես անենք, որ Նիկոլ Փաշինյանի փոխարեն այստեղ գա Սամվել Կարապետյանը։ Բայց առայժմ շուտ է, գոնե մի անգամ ծրագիր ներկայացնելու հնարավորություն պետք է ստեղծել, նոր հեռացնել։ Դուք մի քիչ առաջ եք ընկել իրադարձություններից, խափանում եք նույնիսկ դրա մուտքը ազգային ժողով։ Սաբոտաժև մյուս մտքերի հետ իշխանական պատգամավորները իհարկե համաձայն չէին։ Սերգեյ Բագրատյանը օրինակ բացատրեց, թե ինչու ուժեղների թեկնածուներից մեկը ԿՊ-ից ձայն չի ստացել ընտրություններում, որոնց ինքը առանց այդ էլ չէր մասնակցել։ Ես ինքս ընտրությանը չեմ մասնակցել, քվեարկությանը չեմ մասնակցել, բայց օրինակ ես Պավել Ազինյանի խոսքն եմ լսել, որ ասում է ինձ իմ համար մեկը կընտրեք, թե չեք ընտրի, բայց սա վիրավորական արտահայտություն է կոնկրետ ինձ համար, որովհետև երբ որ թեկնածություն ես առաջադրում, պիտի ակնկալես քո գործընկերների ձայնը։ Երբ որ ասում ես ինձ համար մեկը, դա նշանակում է ես չեմ ուզում, բայց դուք որ շատ խնդրեք կաշխատեմ։ Մենք ձեր քվոտան չենք վերցնում։ Մենք չենք մերժում, որ ընդդիմությունը պիտի հանձնաժողովի նախագահներ ունենան։ Բայց մենք ամեն թեկնածուին դիտարկում ենք առանձին, ու դա մեր իրավունքն է։ Ու ամենաշահագրգիռ կողմը, որպեսզի ազգային ժողովը արագ ձևավորվի, դա մենք ենք, որովհետև մեր օրակարգերը պիտի այստեղ քննարկվեն ու աշխատանքը այսքան ձգվել չի կարող։ Աշխատանքը ձգելու մի պատճառ էլ Արայք Հարությունյանը ներկայացրեց ընդդիմադիրների խոսույթում հայտնված դեֆոլտի թեման։ Ուժեղ Հայաստանի որոշ ներկայացուցիչներ նկարագրելով Հայաստանի տնտեսական վիճակը մտահոգություններ էին հայտնել, թե Հայաստանում էլ կարող է դեֆոլտ լինել Լիբանանի օրինակով։ Այս մարդիկ նոր ֆեյք սերիալ են նկարում։ 300,000 ադրբեջանցիների վերաբերյալ թեման եւ սերիալը բարեհաջող տապալվել է, իմիջիալից ուր են այդ 300,000-ը կամ 1000-ը կամ 100-ը։ Այդ թեման բարեհաջող տապալվել է, հիմա իրենց իսրայելցի թե այլ ազգի ուրեմն փորձագետները խորհուրդ են տվել եւս մի ահասարսուր թեմա բերել օրակարգ։
Բայց սիրելի հայրենակիցներ, այս գլխից մենք կվիժեցնենք այդ թեման։ Հայկ Վարմանյանը հիշեցրեց, որ այս իշխանության օրոք պետական պարտքը ավելացել է 8 միլիարդ դրամով, իսկ կանխիկ գործառնությունները սահմանափակվել են։ Հետո բացատրեց, թե ինչու են ԵԱՏՄ-ի եւ Ռուսաստանի հետ հարաբերությունները լարվել։ Գործող իշխանությունների ապաշտոր քաղաքականության եւ հակահայկական քաղաքականության արդյունքում դուք հայտնվել եք այս վիճակում։ Երբ որ 2026 թվականի մայիսին Զելենսկին գալիս էր Հայաստան եւ հակառուսական հայտարարություններ էր անում, բայց մեկը չէիք ասում, սա հայկական շահին վնաս է։ Բայց չէիք մտածում, որ Զելենսկին որ հայտարարում է, որ Ռուսաստանի դեմ ճնշումները պետք է ավելի խորանան, դա հայկական շահին վնաս է։ Մի լավ բանից էլ խոսեց, լավ բանից, բայց վատ ավարտի կանխատեսումով։ Միակ լավ բանը թերևս որ կա, անկեղծորեն պետք է ասեմ, լավին լավ, վատին վատ սկզբունքով, բնակչությունը այո, կարողանում է օգտվել առողջապահական ապահովագրությունից։ Բայց ցավով պետք է նշեմ, որ շատ կարճ ժամանակ հետո այդ ֆինանսական միջոցները այլևս չեն բավականացնելու։ Ես դրա վտանգները զգում եմ արդեն։ Ամենածանր մեղադրանքները Հայկ Վարմանյանը թողել էր վերջում, մինչ այդ Վարմանյանի խմբակցության գործընկերներից մեկը պատմեց, որ հարց է տվել ChatGPT-ին, թե վերջին տարիներին քանի պատերազմ է եղել Հայաստանում։ ChatGPT-ն էլ պատասխանել էր 3՝ 2020-ին, 2022-ին, 2023-ին։ Այս հանգամանքը կարևոր դեր ունեցավ Վարմանյանի խոսքում։ Ձեր իշխանության օրոք բերել եք 3 պատերազմ։ Եվ ձեր կեղծ թեզերով, երբ որ ասում եք պատերազմի եռագլուխ կուսակցություն, դուք եռապատերազմի կուսակցությունն եք, այս է եք բերել։ Եռապատերազմի կուսակցություն, նոր բան եմ գտել, փորձում եմ տես պրոյեկտ են, բայց շատ լավ, հարգելի գործընկերներ, ուզում եք իմանաք դուք ինչի կուսակցությունն եք։ Նախ եկեք ֆիքսենք, որ դուք նոր հանրապետական կուսակցությունն եք։ Դուք ցեխոտ փողոցների կուսակցությունն եք։ Դուք ցածր թոշակների կուսակցությունն եք, հարգելի գործընկերներ։ Ցածր 16 թվականի ապրիլյան պատերազմը որ եղավ։ Մեկ հիշեք հետո նաև ձեր հետ կապ ունեցող Կարեն Կարապետյանը ինչ ասեց։ Տանկերում բենզինի եւ դիզելի մնացածի հետ կապված։ Ասես տանկերի մեջից բենզինը չկար, գողացած էր։ Հետևաբար դուք տանկերի մեջից գողացած բենզինի կուսակցությունն եք, հարգելի գործընկերներ։ Դուք մետալալոմը բանակ բերած ու զենքի տեղ խուրդած կներեք 1000 ներողություն ես բառի համար կուսակցությունն եք։ Հարգելի գործընկերներ։ Փոխադարձ սուր մեղադրանքներով ֆիլիբաստերը այսօր էլ երկար տևեց օրվա ընթացքում խորհրդարանը քվեարկել էր աշխատանքները եւս մեկ նիստով երկարացնելու օգտին։ Արտակ Հովհաննիսյան, Հորիզոն։